Ամերիկյան գոհաբանության տոնին հաջորդող օրը կոչվում է Սև ուրբաթ, այն գնումներ կատարելու տեսանկյունից լավագույն օրերից է համարվում։ Ամենատարբեր խանութները բացում են իրենց դռները մինչև արևածագը, ազդարարելով ծննդյան տոների մեկ ամսյա զեղչերի շրջանը։ Սակայն Սև ուրբաթը կարող է վտանգավոր դառնալ նախ մարդկանց հսկայական հերթերի արդյունքում միմյանց վնասելու եւ ապա ամենատարբեր այլ միջադեպերի առումով։ Հսկայական զեղչերի պայմաններում խանութներում անվտանգությունն ուժեղացվում է։ Սա չափազանց կարևոր է հատկապես մանրածախ առևտրականների համար, քանի որ հենց այս շրջանում է, որ նրանք սկսում են մեծ եկամուտներ գրանցել ամբողջ տարվա կտրվածքով։ Տնտեսագետի կարծիքով, ելնելով նրանից, թե ինչպես են ամերիկացիներն անցկացնում հանգստյան այս օրերը, կարելի է հասկանալ միջին սպառողի ապագայի նկատմամբ վերաբերմունքը։ Ավելի քան 10% գործազրկության պայմաններում ըստ Ջուտսի մարդիկ նախընտրում են ֆինանսական խնայողությունները գնումներին։ Ճգնաժամի այս ժամանակաշրջանում Միացյալ Նահանգներում կարելի է տեսնել մինչև առավոտյան 4-ն աշխատող խանութներ, ոմանք իրենց դռները բաց են պահում նույնիսկ տոնական օրերին։ Խանութների դիմաց գոյացող հսկայական հերթերը պայմանավորված են այն հանգամանքով, որ կախված նրանից, թե որքան շուտ կկարողանաս հայտնվել խանութի տարածքում, այնքան էլ մեծ կլինի հսկայական զեղչերով տարբեր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունը։ Տնտեսագետներից շատերը հուսով են, որ այս տարվա տոնական առևտրի շրջանում մարդիկ ավելին կծախսեն, քան նախորդ տարի։ Մի բան սակայն ակնհայտ է. շատ ամերիկացիներ էլ ավելի զգուշավոր մոտեցում ունեն գնումներ կատարելիս։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։